Բարև ձեզ, 2026 ինչ է լինելու նախագծի շրջանակում զրուցելու եմ քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանի հետ։ Բենյամին, հարցազրույցը սկսենք ներքաղաքական իրադարձություններից։ 7 ամիս է Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին վեհարանից հեռացնելու իր մտադրության մասին, եւ այս ամիսների ընթացքում մենք տեսնում ենք, թե ինչ տարատեսակ բռնաճնշումների է դիմում առանձին հոգևորականների նկատմամբ, եւ ամենակարևոր դրվագը, որ ուզում եմ ընդգծել, դա այն է, որ անկախ այդ ամենից Գարեգին II-ը դիմադրում է։ Դու ինչ ես կարծում, 2026 թվականի ընթացքում հանգուցալուծվելու է եկեղեցի պետություն հարաբերություններում այս առաջացած ճգնաժամը։ Նույնիսկ ոչ թե 2026 թվականին Նիկոլ Փաշինյանը կփորձի ամեն ինչ անի, որ նույնիսկ մինչև նոր տարվա սկիզբը կարողանա իր առջև դրած խնդիրը լուծի։ Իրական չափազանց կարևոր հարց է եւ մենք պետք է հասկանանք, թե ինչ է իրապես կատարվել վերջին շրջանում եւ ինչու Նիկոլ Փաշինյանը, որը երբեք չի անդրադարձել եկեղեցու հետ կապված որևիցե խնդրի եւ խոսքը միայն 18 թվականի մասին չէ։ Շատերը պարբերաբար մեջ վերում են Նիկոլ Փաշինյանի այդ հայտնի գրքից հատվածներ երկրի հակառակ կողմի, եթե չեմ սխալվում, ու կարող եք ընթերցել այնտեղ գրեթե ամեն ինչի մասին կա բացառությամբ եկեղեցու, այսինքն այդ խնդիրները իրեն երբևիցե չեն հետաքրքրել։ Ինչու սկսեց այն, ինչ հիմա տեղի է ունենում։ 25 թվականի մայիսին Հայ Առաքելական եկեղեցին կաթողիկոսի գլխավորությամբ Շվեյցարիայում համաժողով է իրականացում։ Կաթողիկոսը բարձրացնում է հարցեր, որոնք վերաբերվում են արցախահայությանը, իրենց վերադարձի իրավունքին, պատմամշակութային ժառանգության պահպանմանը, ինչպես նաև ռազմագերիների վերադարձին։ Դրանից անմիջապես հետո Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հայտարարում է, որ մեր եկեղեցին ռևանշիստական է, Հայ Առաքելական եկեղեցին հայ ժողովրդին տանում է կործանման եւ եւս կարեւոր հանգամանք Ադրբեջանում որոշում է կայացվում Երևանում նշանակել ներկայացուցիչ գազի, ով պետք է հետևի Ադրբեջանի արևմտյան Ադրբեջանում, իսկ իրենք Հայաստանը անվանում են արևմտյան Ադրբեջան, ադրբեջանցիների, որոնք պետք է վերադառնան իրենց ընկալմամբ Հայաստան, հոգևոր կյանքին ներկայացուցիչ է նշանակում։ Այսինքն Ադրբեջանից ձևավորվում է քաղաքական օրակարգ ընդդեմ եկեղեցու եւ այդ քաղաքական օրակարգի իրացման պարագայում նաեւ ներկայացնում թե հաջորդ քայլը որն է լինելու ադրբեջանցիների տեղափոխություն Հայաստանի Հանրապետություն եւ համապատասխան հոգևոր կառույցների ձևավորում։ Նիկոլ Փաշինյանը սա պետք է միջև վերջ իրականացնի, որպեսզի շարունակի Ադրբեջանից եւ Թուրքիայից նախընտրական բոնուսներ ստանա։ Այդ իսկ պատճառով նույնիսկ ոչ թե 26 թվականին, այլ միջև 26 թվականի ավարտը Նիկոլ Փաշինյանը փորձելու է դա կյանքի կոչել։ Բայց հաջողելու է։ Ցույց կտա միայն ժամանակը իրականում այս պայդրությամբ, երբ որ մենք հիմա զրուցում ենք իրար հետ, մենք կարող ենք արձանագրել հետեւել, որ ամենակարևոր բաղկացուցիչ մասը այդ արշավի տապալվել է։ Վեհափառը ամուր է, կանգուն է, եւ ես կարծում եմ ինքն նաև շատ լավ հասկանում է, որ ինչ-ինչ հանգամանքների պարագայում, եթե իշխանությունները փորձեն նույնիսկ իրեն կալանավորել, նա շարունակելու է կալանավայրում եւս մնալ կաթողիկոս։ Մենք սա պետք է արձանագրենք, բայց այստեղ կա եւս մի կարևոր նրբերանգ, որը անպայման պետք է շեշտվի։ Նիկոլ Փաշինյանը ինքը որքան էլ մենք հասկանում ենք, որ շատ դեպքերում առաջնորդվում է Ադրբեջանից եւ Թուրքիայից ձևավորված օրակարգերով, նա այնուամենայնիվ ինչ որ աստառ իր գործողություններին պետք է տա։ Այդ աստառը որոշել է աշխարհաքաղաքական տալ եւ նա փորձում է ներկայացնել Հայ Առաքելական եկեղեցին որպես սովետական KGB-ի, այն է ռուսական ՖՍԲ-ի գործիք Հայաստանի Հանրապետությունում։ Դրա համար են իրենք այս խոսույթը առաջ տանում, թե մեր հոգևորականները KGB-ի գործակալներ են եւ այլն եւ այդպես շարունակ, ընդհանրապես զարմանալի չի լինի, որ երբ որ գնում են Եվրոմիություն, Արարատ Միրզոյանը լինի, թե Նիկոլ Փաշինյանը եւ Բրյուսելից աջակցություն էին խնդրում են, որ Եվրոմիությունը աջակցի օտար երկրի ազդեցության նվազեցմանը Հայաստանի ներքաղաքական գործերում, իրենք ասել են, որ տեսեք, ռուսական գործիք կա, Հայ Առաքելական եկեղեցին ֆինանսավորեք, մենք դրա դեմ պայքարենք։ Արդյունքում ստացվում է հետեւյալը, որ Եվրոմիությունը Հայաստանում ֆինանսավորում է ադրբեջանական եւ թուրքական ծրագիր, որը որևիցե կապ չունի օտար երկրի ազդեցության հետ, որը որևիցե կապ չունի նաեւ այն արժեքների հետ, որոնց հիմքում ընկած է Եվրոմիությունը։ Եվրոմիությունը բացի տնտեսական միավորից, դա նաեւ միավոր է արժեքների մասին, մարդու կրոնական ազատությունների մասին, հավաքների ազատության մասին։ Իրենք դավաճանել են իրենց իսկ սկզբունքներին ու հիմա իրենք Հայաստանում ֆինանսավորում են Ադրբեջանից ձևավորված օրակարգ։ 2026 թվական հունիս ամիս նախատեսված են խորհրդարանական ընտրություններ։ Ինչպես ես գնահատում Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու հնարավորությունը, ինչու՞ չէ նաև ինչպես ես գնահատում ընդդիմության հնարավորությունները։ Մենք պետք է նշենք հետևյալը, ինքնախապեյությամբ չզբաղվենք, հատկապես սա կարևոր է ընդգծել,
հաշվի առնելով որոշ քաղաքական գործիչների հայտարարությունը, մասնավորապես երբ որ մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ ԿՊ-ն լավ անդիմություն է, իրենք պետք է անդիմություն լինեն, բավականին ագրեսիվ նաև անդիմադիր որոշ զանգվածներ այս ամեն ինչին արձագանքեցին, որովհետև կա հասարակության մի հատված, որ իրական նաև էմոցիոնալ իհարկե հասկանալի է, որ իրենք պահանջում են այնպիսի քաղաքական կոնֆիգուրացիա, որ ոչ ԿՊ-ն, ոչ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես տեղ չունենան մեր քաղաքական համակարգում, բայց իրողությունը կայանում է հետևյալում, ու մենք ինքներս մեր առջև պետք է անկեղծ լինենք, ԿՊ-ն էլ, Նիկոլ Փաշինյանն էլ իրենք ընտրողներ ունեն, որոշակի քանակ ընտրողների ունեն, եթե սրանն էլ գումարում ենք վարչական ռեսուրսը, ակնհայտ է, որ իրենք զգալի քվեներ են ստանալու։ Նշանակում է 50+1։ Հիմա գալիս ենք դրան, այսինքն մենք հասկանում ենք Նիկոլ Փաշինյանի ասած երկաթ բետոնե էլեկտորատը եւ վարչական ռեսուրսը, ինչպես նաեւ Եվրոմիության աջակցությունը, որը ակնհայտ է, որ առնվազն աչքերը փակելուն է, որ օրինակ Նիկոլ Փաշինյանը որոշի այս կամ այն քաղաքական գործչին թույլ չտա մասնակցել խորհրդարանական ընտրություններին կամ կուսակցությունը թույլ չտան գրանցել, այսինքն մենք հասկանում ենք, որ առնվազն մի քանի կոմպոնենտ կա։ Արփինե դրանը պետք է գումարենք նաև Թուրքիայից, Ադրբեջանից եկող այս սիմվոլիկ քայլերը, ինչպես Էրդողանն էր ասել, իրենք նախընտրական բոնուսներ են տալիս Նիկոլ Փաշինյանին։ Մենք պետք է հասկանանք, որ համայնապատկերում սա զգալի էլեկտորալ ռեսուրս է եւ Նիկոլ Փաշինյանը զգալի քվե ստանալու է։ Խնդիրը այստեղ իրականում անդիմության դաշտում է, հետեւել համատեքստում։ Իրենք կկարողանան իրենց խոսույթով, իրենց գործողություններով եւ ամենակարևորը առաջարկներով հասնել նրան, որ մասնակցության քանակը տոկոսը այնքան բարձր լինի, որ վարչական ռեսուրսով ձևավորված տոկոսները չազդեն վերջնական արդյունքի վրա այն համատեքստում, որ ԿՊ-ն չկարողանա վերարտադրվել։ Ամենավերջին ընտրությունը, որի ականատեսը մենք եղանք եւ որից շատ էին ոգևորվել իշխանությունները, դա Վաղարշապատի ընտրություններն էին, բայց հասկանանք ոնց իրենք հասան հաղթանակի։ Եթե իրենք խոյ համայնքը չմիացնեին Վաղարշապատին, Արգիշտի Մեխակյանը չէր կարողանա պահպանել ԿՊ-ի իշխանությունը։ Հայաստանում ընտրությունների համատեքստում իրենք չեն կարողել ջավախքը միացնել Հայաստանին եւ չհաշվառված քվեների շնորհիվ կարողանան վերարտադրեն իրենց իշխանությունը։ Դրա համար այստեղ շատ կարևոր է թե ինչ առաջարկ է ներկայացնելու ընդդիմությունը։ Եվ ես այստեղ պետք է նաև հետեւյալի մասին խոսենք, կարծում եմ, ինչ ֆորմատով է պետք մասնակցել ընտրություններին, որովհետև այստեղ իսկապես տարընթերցում կա։ Ոմանք կարծում են, որ անհրաժեշտ է մեկ միասնական ցուցակով գնալ, եւ եթե միասնական ընդդիմությունը ձևավորվի, միասնական ցուցակ լինի, Նիկոլ Փաշինյանը չի կարողանա, այսպես ասած, մեկ ձեռքի շարժումով արգելել իրենց մասնակցությունը։ Իրավիճակում, երբ որ Հայաստանում երկար տարիներ կար այն քաղաքական միֆը, որ Արցախը հանձնողը չի կարող իշխանություն պահել, կարծել, որ Նիկոլ Փաշինյանը մեկ ձեռքի շարժումով կարգելի բոլորի մասնակցությունը ու դա ինչ որ արձագանք կունենա պայմանական միջազգային հանրությունը այս ամեն ինչին կարձագանքի, ես կարծում եմ դա ինքնախաբեություն կլինի։ Հույս էլ ունենալ, որ դրանից հետո դու կարող ես հեղափոխություն անել, իհարկե, դա տարբերակներից մեկն է, բայց ամեն ինչ կախված է նախընտրական շրջանից։ Եթե նախընտրական շրջանը ինքը եղավ իսկապես բուռն, եւ մենք իրականում ունենանք այն տեսակ դեպքեր, որոնք մենք տեսակ դեկտեմբերի 18-ին, երբ որ Փաշինյանը գրոհեց եւ իր գրոհը տապալվեց, Էջմիածինը կանգուն մնաց։ Եթե այս տեսակ իրադարձ, եթե այսպես ձևակերպենք, դեկտեմբերի 18-երը շատ լինեն, հավանականությունը նրա, որ Նիկոլ Փաշինյանի հակաօրինական, հակասահմանադրական գործողությունները կհանգեցնեն հեղափոխության, ինքը բավականին մեծանում է։ Ու կա եւս մի տարբերակ, առանձին գնալ։ Ու մենք այստեղ պետք է հասկանանք ինչու ավելի դոմինանտային է այս մոտեցումը։ Առաջինը, որովհետեւ Հայաստանում կա հետեւյալ մի յուրահատկություն, միգուցե աշխարհում էլ կա, բայց մենք քանի որ Հայաստանի մասին ենք խոսում, մեզ առաջին հերթին Հայաստանն է հետաքրքրում։ Միավորվելով քաղաքական ուժերը առաջին հերթին միավորում են ոչ թե իրենց վարկանիշները, այլ հակավարկանիշները։ Պայմանականորեն արդյունք կարող է լինել մի ցուցակ, որում եւ ես կլինեմ եւ դուք կլինեք, բայց մարդ կա, ով ձեզ կքվեարկի, բայց երբեք ինձ չի քվեարկի։ Մարդ կա, ինձ կքվեարկի, երբեք ձեզ չի քվեարկի։ Դրա համար մենք պետք է, այսպես ասած, հնարավորություն տանք այն քաղաքական գործիչներին, որոնք դրա կողմնակիցն են, իրենք հետեւյալ մոտեցմամբ են առաջ շարժում։ Մենք պետք է հնարավորություն տանք քաղաքացիներին, քաղաքական, այսպես ասած, մենյուից ընտրել նրան, ում իրենք կարծում են, որ արժե աջակցել, ով իրենց հաճո խոսքեր է ասում, իրենց հաճո ծրագրեր է առաջ տանում։ Մի քանի բլոկ մենք կարող ենք առանձնացնել, ինչ դաշինքներ կարող են կազմել։ Առաջինը դաշինք, որի հիմնական խոսույթը կարող է կենտրոնացած լինել անվտանգային հարցերի վերաբերյալ։
եւ այդ անվտանգային խոսույթը պայմանավորված կարող է լինել նաեւ ֆիզիկապես անցյալով, որ դու կարողացել ես քո անցյալում ապահովել այդ անվտանգությունը եւ հիմա այսպես ասած խոսելու տեղ ունես, այսպես ձևակերպենք։ Երկրորդը կապված է տնտեսական բլոկի հետ, այսինքն դու պետք է կարողանաս քաղաքացիներին հստակ այլընտրանք ներկայացնել։ Օրինակ, կա ադրբեջանական բենզին 440 դրամով, դու կարող ես ասել, եթե ես գալիս եմ իշխանության, թոշակառուների թոշակը 50%-ով ավելանում է եւ հունիսի 8-ին արդեն հայտարարում ենք դրա մասին։ Երկրորդը, Ռուսաստանից նենց ենք պայմանավորվում բենզինը այնքան ենք բերում, որ ոչ թե 440 է լինելու, այլ 390 դրամ է լինելու։ Դու մարդկանց պետք է շահագրգռես, որ իրենք ընտրեն։ Ու եւս մի կարևոր հանգամանք, արդեն է մարդ կա, ով իսկապես ինքը արևմտամետ է իր հայացքներով։ Ինքը կարծում է, որ Հայաստանի ապագան արևմուտքում է։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ որ այս մարդկանց քվեները փորձում են իրենցով անել իշխանությունները, իշխանության սատելիտները, իրենց դաշնակիցները, օրինակ Երևանի ավականում, եթե անդիմադիր դաշտը, առողջ դաշտը կարողանա նաև սա վերցնել, մենք հնարավոր է հետագայում հետընտրական փուլում արդեն կարողանանք յուրահատուկ սինթեզ ունենալ եւ այդ պարագայում արդեն կարող ենք խոսել նրա մասին, որ իսկապես ազգային համաձայնության կառավարություն կարող է ձևավորվել։ Հիմա այդ հետընտրական զարգացումների մասին ինչ կարող է լինել։ Իշխանությունները վերարտադրվում են եւ իրենք պահպանում են իրենց իշխանությունը, այդ թվում նաեւ բիրտ մեթոդներ կիրառելով, թույլ չտալով, որպեսզի ամբոստության ձայնը հնչի, սա առաջինը, երկրորդը անդիմությունը կարող է հաղթել, բայց իշխանությունները միևնույն է կարող են փորձել գործողություններ իրականացնել ընդդեմ այդ հաղթանակի, դրա համար այստեղ շատ կարեւոր է, որ անդիմությունը կարողանա նաեւ ոչ միայն ներքին, այլև արտաքին լեգիտիմություն ապահովի։ Ինչի մասին է խոսքը, մենք օրինակ Վրաստանում ինչի օրինակը տեսանք, հականատես եղանք արդեն, եւ եթե ես չեմ սխալվում, հենց այդ օրը մենք միասին ենք եթերում աշխատում, Վրաստանի իշխանությունները, երբ որ ընտրությունները տեղի ունեցան, անմիջապես ընտրություններից հետո Վիկտոր Օրբանը հայտնվեց Թբիլիսիում եւ շնորհավորեց վրացական երազանքին փայլուն հաղթանակի կապակցությամբ։ Դրա հնարավորությունը կարելի է ճարել։ Բացի դրանից գաղտնիք չէ, որ բացի եվրոպական կառույցներից աշխարհում տարբեր կազմակերպություններ կան, որոնք զբաղվում են ընտրությունների մոնիտորինգով։ Միգուցե կարելի է ներառել այդ կազմակերպությունների ներհայաստանյան գործընթացները մոնիտորինգի ենթարկելու, իրենք նախընտրական փուլի ժամանակ ընտրությունների օրը հետընտրական փուլում համապատասխան գնահատականներով հանդես գան եւ այդ արտաքին լեգիտիմությունը եւս ապահովեն։ Եվս մի կոմպոնենտ այստեղ մենք պետք է հաշվի առնենք, որպեսզի հասկանանք, թե ինչպես կարելի է անել, որպեսզի իշխանությունները պարտության պարագայում չկարողանան բիրտ մեթոդների դիմել, որովհետև Նիկոլ Փաշինյանը անդիմություն եղած ժամանակ գնացել է մարտի 1-ի, ով ասաց, որ նույնը չի կարող անել նաև իշխանություն եղած ժամանակ։ Արդյոք վրացական երազանքը, երբ որ գալիս էր իշխանություն, ի թիվս այլնի, իրենց խոստումներից մեկը հետևյալն էր. ոչնչացնել բոլոր տիպի կոմպրոմատները, որոնք կային Վրաստանի քաղաքական դասի ներկայացուցիչների վրա։ Ով ասաց, որ այդ խոստումը չի կարելի տալ, եւ ես կարծում եմ, որ պետական ապարատում բազմաթիվ մարդիկ կլինեն, ովքեր ականջալուր կլինեն այդ խոստմանը եւ համապատասխան գործողություններ կդրսևորեն արդեն հետընտրական փուլում, համապատասխան վարքագիծ կդրսևորեն, բայց ամենակարևորը, իսկապես մենք ինքնախապեյությամբ չպետք է զբաղվենք։ Նիկոլ Փաշինյանի համար սա կյանքի եւ մահվան խնդիր է։ Իր քաղաքական, առնվազն քաղաքական ապագան կապված է այս ընտրությունների հետ եւ շատ կարեւոր է թե ինչպես է անցնելու նախընտրական փուլը։ Ու կրկին ասեմ, եթե դեկտեմբերի 18-ը շատ լինեն, այսինքն ընդդիմությունը կարողանա դիմագրավել իշխանություններին, եթե տարբեր գործողությունները իրենք շատ լինեն ամբողջ Հայաստանի տարածքով եւ մենք լավ իմաստով վերադառնանք 18 թվականի հանրային ոգևորվածությանը, ես կարծում եմ ընտրությունները կեղծելու պարագայում այդ ժամանակ արդեն իշխանությունները կստանան հեղափոխություն։ Ինչ է սպասվում սահմանադրությանը, Բաքվից պահանջ կա փոխել եւ մարտ ամսին պատրաստ է լինելու սահմանադրության նոր տեքստը, արդեն Փաշինյանը հայտարարել է, որ անկախության հռչակագրին հղում չի լինելու, ինչի պահանջն էլ մեծ հաշվով Բաքուն էր հնչեցնում։ Հիմա կախված ընտրությունների ելքից իր վերընտրվելուց Փաշինյանը գնում է սահմանադրական փոփոխությունների ճանապարհով։ Եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է, Հայաստանի սահմանադրությունը գրում է Ադրբեջանը եւ այդ սահմանադրությունը իրենք հանրաքվեի միջոցով, այս հանրային
հանրային տրամադրությունների անկման ֆոնին, եթե իրենք վերարտադրվեն, իրենք կարողանալու են դա առաջ մղել։ Սա առաջինը, երկրորդը, սա ես իմ անձնական կարծիքն եմ ասում, որ եթե ի վերջո նոր իշխանություն ձևավորվի, ապա իսկապես միգուցե կարիք կա մտածել համանդրական փոփոխությունների մասին, եւ ես այստեղ չեմ ասում նույնիսկ կիսանախագահական համակարգի վերադարձի մասին, բայց միգուցե սա էլ քննարկվի, բայց առնվազն պետք է անել այն, որ 15 թվականին գրված այս այլանդակ սահմանադրությունը, որը եւ հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմքը, այս սահմանադրությունը պետք է փոխվի սուպեր վարչապետական համակարգ, ոչ Նիկոլ Փաշինյանին, ոչ էլ նրա նախորդին չի կարելի վստահել։ Գանք Հայաստանին եւ իր հարևանների հետ հարաբերություններին, բայց սկսենք Ռուսաստանից։ Ինչ ես կարծում, գալիք տարի այդ հարաբերություններում լարվածությունը խորանալու է, թե ամեն դեպքում մնալու է այն մակարդակում, ինչ հիմա կա։ Եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունները վերարտադրվում են 26 թվականին, ապա մի շարք փորձագետներ սրա մասին շատ անկեղծ ասել են, ոչ թե Ռուսաստանի հետ հարաբերությունները պայմանականորեն ասած պաուզայի վրա է դրվելու, այլ ընդհանրապես մենք կարող ենք ականատես լինել նրան, որ օրինակ ես ասում եմ հունիսի 8-ից ավելացրեք թոշակները 50%-ով։ Նիկոլ Փաշինյանը հունիսի 8-ին կարող է հայտարարել, որ ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից մենք կարող ենք դուրս գալ։ Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակելու են գահավիժել։ Կախված նրանից էլ թե ով է Հայաստանում անդիմադիր դաշտից գալու իշխանության, կապված է լինելու այն, թե ինչպիսի հարաբերություններ ենք մենք ունենալու Ռուսաստանի հետ, բայց ես գաղտնիք բացահայտած չեմ ունի, եթե ասեմ, որ Հայաստանում այնքան էլ շատ չեն քաղաքական գործիչները եւ ուժերը, որոնք Ռուսաստանի համար վստահություն ունեցող գործընկերներ են։ Անկամ եթե վերընտրվում է Փաշինյանը եւ այդ գահավիժումը շարունակվում է, դա ենթադրում է օրինակ ԵԱՏՄ-ից դուրս գալ, թե դա ենթադրում է եւ ԵԱՏՄ-ից դուրս գալ, եւ ՀԱՊԿ-ից դուրս գալ, եւ 102 ռազմաբազան դուրս բերել, եւ ռուս սահմանապահներին դուրս բերել, եւ տնտեսական առումով ինտեգրում թուրքական աշխարհին։ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես ինքը մինչ այս պահը ինչու դուրս չի եկել ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից եւ այլից, հաշվարկը շատ պարզ է։ Ձգել այնքան ժամանակ, մինչեւ Ադրբեջանի հետ ու Թուրքիայի հետ դու ունենաս ինչ որ հարաբերությունների մակարդակ, որը կկարողանաս վաճառել քո հասարակությանը, ասես Ժորժ ջան, դե մենք խնդիրներ չունենք Թուրքիա-Ադրբեջանի, դա արդեն ստորագրած ինչ-որ փաստաթղթեր ունեն, դե ինչներից է պետք 102 այդ բազան, ինչներից են պետք սահմանապահները, եկեք հատ առ հատ այսպես ասած վերացնենք, այդ մարդիկ էլ իդեմս մեզ մեր երկրի վտանգ չեն տեսնի, ու դրանից հետո ամեն ինչ լավ կլինի, Ադրբեջանն տեսեք, ցորենը տալիս է, բենզինը տալիս է եւ այլն եւ այդպես շարունակ, այդ դրանից հետո արդեն մենք գնալու ենք նրան, որ հարաբերությունները Ռուսաստանի հետ կարողանալու ենք խզել, բայց այստեղ խնդիրը կայանալու է հետեւյալին մենք այլընտրանք Ռուսաստանի տարածաշրջանային առումով, տնտեսական առումով, ենթակառուցվածքների առումով, էներգակիրների առումով Թուրքիայից ու Ադրբեջանից բացի չունենք, ու մենք հայտնվելու ենք մի իրավիճակում, Արփինե, երբ որ մենք լիակատար կախվածության մեջ ենք լինելու Ադրբեջանից եւ Թուրքիայից, այսինքն մարդիկ ովքեր 18 թվականին ասում են ինքնիշխանության մակարդակի բարձրացում մեզ ինտեգրել են թուրքական աշխարհի մեջ, Նիկոլ Փաշինյանն էլ դառնալու է Արցախի նախավերջին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Արայիկ Հարությունյանը 20 թվականին եւ 23 թվականին մենք տարբեր Արայիկ Հարությունյաններ էին։ 20 թվականին պատերազմի սկզբին դեռ կար միասնական անվտանգային համակարգ Հայաստան-Արցախ, պաշտպանության բանակը դեռ կանգուն էր։ Այդ իսկ պատճառով, երբ որ պատերազմը սկսվեց, Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ դե պատերազմը կոզում, պատերազմը ստնական է։ Այսինքն կար հնարավորություն ռազմական առումով պատասխանել Ադրբեջանին։ Այ խաղաղությունը այդպես է լինում, որ դու ունենում ես նաև հնարավորություն ուժի կիրառմամբ պարտադրես խաղաղություն քո հակառակորդին, բայց տեղի ունեցավ այնիշ տեղի ունեցավ, հետագայում ես կարծում եմ, որ նոր իշխանության ձևավորման պարագայում 44 օրյայի հանգամանքները եւս մեկ անգամ պետք է ուսումնասիրվի։ Հետո մենք եկանք 23 թվականին, իսկ 23 թվականի Արայիկ Հարությունյանը ինքը քանի որ գտնում էր ոչ թե խաղաղության, այլ չպատերազմի իրավիճակում, ինչն է կարող էր անել Ադրբեջանի ճնշումների դեմ։ Որոշեց գնալ եւ վրանում նստել բողոքի ակցիա իրականացնել։ Հիմա Նիկոլ Փաշինյանն կարող է գնալ կառավարության առաջ նստել բողոքի ակցիա իրականացնել այն պայմաններում, եթե Ռուսաստանի հետ կապերը լիովին խզված են, ԵԱՏՄ-ի հետ կապերը լիովին խզված են, Թուրքիային, Ադրբեջանին այլընտրանք չկա տնտեսական առումով, դե իրենք էլ այդ տնտեսական ճնշման գործիքները կարող են օգտագործել։ Դրա համար կրկին ասեմ, Նիկոլ Փաշինյանը ինքը իրեն Արայիկ Հարությունյանի կարգավիճակի մեջ է դնում։ Թուրքիան եւ Ադրբեջանին դեռ կանրադառնանք, Եվրամիության հետ հարաբերությունները Հայաստանի ինչպես են զարգանալու, ինչպես է այդ գործընթացը իրականացվելու։ Դու տեսնում ես որևէ հնարավորություն Հայաստանի Եվրամիության անդամակցության, այդպիսի օրակարգ առհասարակ գոնե առաջիկա 10 տարվա ընթացքում դա հնարավոր է։ Եթե ես չեմ սխալվում, իսկ ես վստահաբար չեմ սխալվում, Թուրքիան
Եվրոմիության անդամ չէ։ Ինտեգրվելով Թուրքիան մենք Եվրոմիության անդամ դրանով չենք դառնալու։ Իսկ այն, որ օրինակ, չգիտեմ, Եվրոմիություն մարդիկ քննարկում են Հայաստանի եվրոպական ապագան եւ այլն, սրա վերաբերյալ վերջերս մեր զրույցից մի քանի շաբաթ առաջ Չեխիայի դեսպանն էր հարցազրույց տվել տեղական լրատվամիջոցներից մեկին, ասում է այդ օրակարգը չկա։ Բոլորդ էլ գիտեք, թե այսպես ասած կառուցակարգերը ինչպիսին են, որ դու պետք է դիմես Եվրոմիության անդամ դառնալու։ Այդ ամենը չկա։ Դրա համար հիմա խոսել եվրոպական ապագայի եւ այլի մասին, կարծում եմ դա մի փոքր ինքնախապեյություն է։ Դե Հայաստանի իշխանություններն են դրա մասին խոսում։ Սա այն է, ինչ իրենք փորձելու են քաղաքացիներին վաճառեն, բայց օրինակ իրանք չեն պատմել, որ Եվրոմիության հետ մեր ընդհանուր արտաքին ապրանքաշրջանառությունը ընդամենը 12% է, ԵԱՏՄ-ի հետ ավելի քան 37%, որ մեր ֆիզիկական անձանց տրանսֆերտները, եթե տարեկան 2 միլիոնը գերազանցում են, դրանից ավելի քան 1 միլիոնը Ռուսաստանից է լինում։ Այսինքն այս նրբերանգները իրենք չեն պատմելու, առավել եւս չեն պատմելու այն, որ իրենք մեզ տանում են դեպի թուրքական աշխարհ։ Ու սա իմ կարծիքը չէ, քանիցս սրա մասին Ալֆայի տաղավարում խոսել ենք, որ արևմուտքում առնվազն զգալի մի հատված փորձագետների, քաղաքական գործիչների, պետական գործիչների Հայաստանը տեսնում են որպես թուրքական աշխարհի պակասող տար։ Եվրասիա կենտրոնի փորձագետ Բրիենատոնը վերջերս հետ սրա մասին էր ասում էր Հայաստանն ու Տաջիկստանը թուրքական աշխարհի պակասող տարերն են։ Ավելին, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը Թուրքիայում Թոմ Բարակը խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների ստորագրված փաստաթղթերի մասին, օգոստոսի 7-ին ստորագրված փաստաթղթերի մասին, ասում է, որ այդ փաստաթղթերի ձևակերպման, այսպես ասած, ձևավորման փուլում մենք քննարկում ենք ունեցել Թուրքիայի նախկին եւ ներկա հատուկ ծառայությունների ղեկավար Հական Ֆիդանի եւ Իբրագիմ Կալինի հետ, մենք հասկանում ենք նաեւ հետեւյալ, որ ոչ թե պարզապես մեզ տեսնում են թուրքական աշխարհի մի մաս, այլ նաեւ մի պետություն, որը պետք է կոորդինացվի Թուրքիայի կողմից։ Մեզ էլ Ադրբեջանին էլ ու գլոբալ արփին է նաև մեզ տանում են մի դաշինքի ձևավորման, որի սուրը պետք է ուղղված լինի Ռուսաստանի դեմ։ Եվրոմիության հետ կապված մենք պետք է հասկանանք հետևյալը. երբ որ մենք 15 միլիոն եվրո գումար են հատկացնում Հայաստանին, դա նրա համար չէ, որ չգիտեմ, Կայա Կալասը Հայաստանի պետական պահպանության ծառայության աշխատող է եւ Նիկոլ Փաշինյանի Չէ, բնականաբար դրա դիմաց ինչ-որ ծառայություններ է ուզում։ Ինչ են հիմա ուզում։ Առնվազն մի պահանջ ինքը հրապարակային է, ասում են նվազեցրեք կամ հրաժարվեք ռուսական էներգակիրներից օգտվել եւ որպես օրինակ բերում են հենց Եվրոմիության օրինակ, ասում են 22 թվականին, երբ որ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, գազ, նավթ, ածուխ, էլեկտրաէներգիա Ռուսաստանից էին գնում, հիմա փորձում ենք այս ամեն ինչը նվազեցնել։ Ավելին, ոմանք նաեւ Մոլդովայի օրինակն են բերում, ասում են դե մոլդովացիներն էլ իրենք միացան այդ գործընթացին եւ հրաժարվեցին ռուսական եւ մերձ Դնեստրան էլեկտրոէներգիայից, Եվրոմիությունն էլ ասում էին, որ սուբսիդավորում է դա։ Երկու բան։ Առաջինը, Եվրոմիությունը 26 թվականից դադարում է ֆինանսավորել Մոլդովայի քաղաքացիների համար էներգակիրների գնի ավելացումը, սա մենք արձանագրենք։ Երկրորդը, Եվրոմիությունը մեզ առաջարկում է փաստորեն տնտեսական ինքնասպանության գնալ եւ ռուսականի փոխարեն, կրկին ասեմ, աշխարհագրությունը ոչ ոք չի չեղարկել։ Ադրբեջանական էներգակիրներ գնել, Ադրբեջանն ճնշման գործիք է ստանում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, բայց ամենակարևորը արփին է Թրենդը հիմա որն է Եվրոմիությունում Ռուսաստանի դեմ պատերազմ շարունակել առնվազն Ուկրաինայի ձեռքով Ռուսաստանի դեմ պատերազմ պատկերացնենք մի իրավիճակ, որ այդ պատերազմը չի հասնում այն արդյունքին, որ ուզում են եվրոպացիները, իսկ մենք այդ ճանապարհով գնում ենք, բայց ոչ մեկ չի ասում, որ եվրոպական էլիտաները հրաժարվել են Ռուսաստանի դեմ պատերազմից։ Ու այստեղ գալիս ենք մենք ամենակարևոր հարցին, հարց, որին իրականում նաև մեր քաղաքացիները 26 թվականի հունիսին պետք է պատասխանեն։ Շատ հաճելի է տակ տանը, տակ տաղավարում նստած փորձագետների խոսքերը լսել, որոնք ասում են, որ չգիտեմ, Ռուսաստանը վատն է, մեր ապագան Եվրոպան է եւ այլն եւ այդպես շարունակ, շատ հաճելի է քննադատել Պուտինին, Մարիա Զախարովային, Միխայել Միշուստինին եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց մեր քաղաքացիներն ինչ որ մեկը ասել է, որ Եվրոմիությունը կարող է Հայաստանը դիտարկել որպես նաեւ Ադրբեջանը, որպես նոր Ուկրաինա, ինչ որ մեկը Հայաստանում պատրաստ է Ռուսաստանի դեմ օտար պատերազմում, օրինակ Դաղստանի սարերում ռուսների դեմ պատերազմել։ Սա հարց է, որի պատասխանը նաև քաղաքական դաշտը պետք է մեր հասարակությանը տա։ Ու ինչու ենք մենք մեզ թույլ տալիս այս տեսակ գնահատականներ տալ։ 21 թվականին, երբ որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվում էր, մարդկանց չէր ասում, որ ինքը տանելու է Արցախը հանձնելուն։ Խոսույթը լրիվ այլ է, Արցախի դեօկուպացիա, տնտեսական խնդիրների կարգավորում եւ այլն եւ այդպես շարունակ։ Այդ ամեն ինչը չկա։ Հիմա եթե իրենք էլ նաեւ չեն խոսում, որ Եվրոմիությունը կարող է մեզ, ինչպես Վրաստանին պահանջել Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել,
ով ասաց, որ դա չի կարող տեղի ունենալ, ես դրա համար եմ ասում, Հայաստանի քաղաքացիները պետք է այդ հարցին պատասխանեն։ Իրենք ուզում են պարզապես քննադատել միայն Ռուսաստանին, թե իրենք պատրաստ են Ռուսաստանի հետ պատերազմելու։ Բենյամին, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում շոշափելի, նկատելի քայլ կլինի, Թուրքիան կանի այդ քայլը, թե դրանք պարզապես խորհրդանշական ժեստեր են։ Թուրքիան, եթե ուզենա Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի, ինքը առաջին քայլը, որը կանի ու որը շատ մեծ վստահություն կառաջացնի Հայաստանում, հայ-թուրքական գործընթացը կտարանջատի հայ-ադրբեջանականից։ Բայց իրենք դա ոչ միայն նախապատերազմական փուլում չեն արել, իրենք դա չեն արել նաև այսպես կոչված ֆուտբոլային դիվանագիտության ժամ ու Հայաստանի այն տարիների իշխանությունները դա գիտեին, բայց այս իշխանությունները պես եւս թաքցնում էին դա քաղաքացիներից։ Թուրքիան եթե ուզենա Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի, գոնե այդ քայլին կգնա, բայց քանի որ Թուրքիան չունի այդ խնդիրը, դրա համար իրենք գնում են սիմվոլիկ քայլերի, աջակցելու ոչ թե Հայաստանին, այլ Նիկոլ Փաշինյանի վերընտրությանը։ Այսինքն որպես այդպեսին, անգամ եթե ի դեպ Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է, որևէ քայլ Թուրքիայի կողմից մենք չենք տեսնում հարաբերություններ հաստատելու դիվանագիտական կամ սահման բացելու հետ կապված։ Եթե իրենք տեսնում են, որ նույնիսկ այս մակարդակի հարաբերությունները բավարար են, որ Նիկոլ Փաշինյանը կարողանա վերարտադրվել եւ իրենց ծրագիրը իր ձեռքերով կյանքի կոչեն, ինչու ավելին տան հայերին ու Հայաստանին։ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին եւ այսպես կոչված խաղաղության համաձայնագրին ի վերջո կնքվելու է այդ համաձայնագիրը, թե այդ նախապայմանները Բաքուն անverջ առաջ է տանելու, ստանալու է այն ինչ ուզում է եւ այլևս դա կնքելու եւ այսպես ասած իր վրա զսպաշապիկ ունենալու անհրաժեշտություն չի ունենալու։ Սա այն հարցերից էր, որտեղ հարցը պարունակում է նաեւ պատասխան։ Ինչու Ադրբեջանը իր վրա հավելյալ պարտավորություններ վերցնել նույն տրամաբանությամբ։ Եթե առանց այդ էլ իրենք կարողանում են Նիկոլ Փաշինյանի ձեռնամբ հասնել նրան ինչ ուզում են։ Տեսեք, ինչ էին ասում իշխանությունները։ Մենք Մինսկի խումբը, ԵԱԿ-ը Մինսկի խումբը կլուծարենք, եթե լինի ստորագրված խաղաղության պայմանագիր։ Պայմանագիրը չկա, ԵԱԿ-ը Մինսկի խումբը լուծարված է։ Հիմա ինչու ավելին Հայաստանի Հանրապետության իշխանություններին տալ հավելյալ պարտավորություններ էլ քո վրա վերցնել։ Նոր աշխարհակարգի մասին, մասնավորապես ռուս-ուկրաինական պատերազմի 4 տարի այդ պատերազմը ընթանում է եւ Միացյալ Նահանգների նախագահը Դոնալդ Թրամփը վերջերս հատկապես ակտիվ քայլեր է ձեռնարկում, որպեսզի այդ պատերազմը կանգ առնի եւ առհասարակ խաղաղություն կնքվի։ Կան ռուս-ամերիկյան բանակցություններ, միևնույն ժամանակ կա Ամերիկա, Եվրոպա, Եվրոպական միություն եւ Ուկրաինա բանակցություններ։ Ինչ ես կարծում, Թրամփին հաջողվելու է խաղաղություն հաստատել ռուս-ուկրաինական ճակատում։ Նախ երևի ամենակարևոր հարցի պատասխանից սկսենք քննարկման այս հատվածը Թրամփը KGB-ի ագենտ է թե ոչ։ Ակնհայտ է, որ ոչ ինքը KGB-ի ագենտ չէ, այդ պատճառով չէ, որ նա փորձում է ռուս-ուկրաինական ճակատում հասնել կարգավորման ինչ որ մի կետի։ Այս մասին մենք նաև մեր նախորդ այս ֆորմատով զրույցների ժամանակ խոսացել ենք եւ կարող ենք խնդրել մեր հարգելի հեռուստադիտողներին, որ իրենք նայեն, որ մենք նույն տրամաբանությամբ դեռևս 24 թվականի վերջին էինք խոսում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները իրենք ունեն տնտեսական խնդիր։ Տնտեսական խնդիրը վերաբերվում է ոչ միայն սեփական տնտեսությունը վերաձևավորելուն, կրկին այն արդյունաբերական դարձնելուն, այլ նաեւ Չինաստանին զսպելուն։ Այս օրերին, երբ որ մենք հիմա այս մեր զրույցը գրում ենք, ինչ է անում Ամերիկայի Միացյալ Նահանգները Վենեսուելայում արգելափակում է չինական տանկերների ելումուտը։ Այսինքն իրենք անում են ամեն ինչ, որպեսզի Չինաստանը էներգակիրների առումով ունենա խնդիր։ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար թիվ 1 խնդիրը Չինաստանին զսպելն է, բայց հաշվի առնելով Ամերիկայի Միացյալ Նահանգների սեփական տնտեսական խնդիրները, իրենց հզորությունները չի հերիքում աշխարհում միանգամից 5, 6, 7, 8 կոնֆլիկտներ կարգավորելու համար կամ այդ կոնֆլիկտներում մաս լինելու համար։ Այդ իսկ պատճառով իրենց անհրաժեշտ է հնարավոր այսպես ասած տնտեսական եւ այլ տիպի բալաստից ազատվել, իսկ ուկրաինական պատերազմը իրականում ամերիկյան վարչակազմի ներկայիս վարչակազմի զգալի հատվածի մոտ հենց այդպես է ընկալվում, որպես մի բան, որը խոչընդոտում է Ռուսաստանի հետ նաև էներգետիկ ոլորտում համագործակցության, հատկապես Արկտիկայի հատվածում, եւ երկրորդը խոչընդոտում է կենտրոնանալ Չինաստանին զսպելու ուղղության վրա։ Ու սրա վառ ապացույցը ոչ թե ինչ-որ փորձագետների, քաղաքագետների, լրագրողների վերլուծություններն են գնահատականներն Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հայեցակարգը, որը 25 թվականի տարեվերջին ընդունվեց։ Ռուսաստանը այլևս դադարել է լինել
թիվ 1 սպառնալիքը փաստացի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ իրենք մրցակցային համագործակցության կողմնակիցներ են։ Ավելին, Ամերիկայի Միացյալ Նահանգները թեկուզ եւ փորձում են զսպել Չինաստանին, իրենք ընկալում են հետեւյալ ու պատահական չէ, որ այդ առաջարկն է առաջ եկել, որ G7-ի, G20-ի փոխարեն լինի Core 5, եթե չեմ սխալվում, այդպես են անվանում, այսինքն կենտրոնական կարևորագույն 5 պետությունների կազմակերպություն՝ Ռուսաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Չինաստան, Հնդկաստան եւ Ճապոնիա։ Այսինքն իրենք հասկանում են, որ մենք եկել ենք մի իրավիճակի, երբ որ ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգները այլևս համաշխարհային ժանդարմ չէ, բայց ոչ թե այն պատճառով, որ իրենք պատրաստ են բարեգութություն ցուցաբերել եւ ճանաչել, որ նրանք Ռուսաստանն էլ ունի իր շահերը, այլ շատ բարձր իրենց տնտեսությունը չի բավարարում իր ռեսուրսները համաշխարհային ժանդարմ լինելու համար, այդ իսկ պատճառով իրենք ընդունում են, որ աշխարհը կրկին եկել է մի փուլի, որտեղ գոտիների բաժանում է լինում։ Ու այստեղ շատ կարեւոր է, որ մեր տիպի փոքր պետությունները այնպիսի քաղաքական էլիտաներ ունենան, որոնք հասկանան, թե այդ գոտիների բաժանված աշխարհում կենտրոնների հետ դու ինչ հարաբերություններ ես հաստատում, դու կարողանում ես կոմպլեմենտար քաղաքականություն վարես, թե ոչ, որովհետև եթե դու չկարողանաս դա անես, դու գերտերությունների, այդ կարևորագույն 5 գերտերությունների բախման շրջանում վերածվելու ես մանրադրամի։ Պուտինը պատրաստ է ռազմական գործողությունները դադարեցնել, որովհետև այդ պատերազմը, այդ գործողությունները սկսելու համար տվյալ երկիրը ուներ ինչ-որ պատճառներ, դրա համար էլ սկսեց Թրամփի ցանկությամբ, մեկ այլ գերտերության առաջնորդի ցանկությամբ նա կգնա այդ քայլին։ Ռուսաստանի Դաշնությունը միանշանակ պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները այն ժամանակ, երբ որ իրենց առջև դրված բոլոր խնդիրները կատարվեն, կյանքի կոչվեն։ Ու սա Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության, իդեմս Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից առաջ քաշված թեզն է 2024 թվականի ամռանը արտաքին գործերի նախարարության ընդլայնված նիստի ժամանակ, կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ մանրամասն ներկայացրել է խաղաղության իրենց պատկերացումը, ինչը նշանակում դեմիլիտարիզացիա, դենացիֆիկացիա, ինչպիսի ապագա պետք է ունենան այն 4 շրջանները, որոնք միացել են Ռուսաստանին, այս խնդիրները երբ որ կարգավորվեն, Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է լինելու եւ չեն էլ թաքցում, չէ, ասում են, որ մենք պատրաստ ենք դիվանագիտական բանակցությունների շրջանակներում հասնել դրան։ Չենք հասնի, օքեյ, ռազմի ճակատում մենք դրանք հասնենք, ավելին նաև եթե մենք տեսնենք, թե արևմուտքից կամ նույնիսկ Ուկրաինայից առաջարկվող խաղաղության ծրագիրը որն է եւ համեմատենք օրինակ 22 թվականի իրենց պատկերացումները, մենք տեսնում ենք, որ չասենք Ռուսաստանի պահանջները 100%-ով կյանքի է կոչվում, պայմանականորեն ենթադրենք 25%-ով կյանքի են կոչվում, որքան ռուսական բանակը առաջ գնա եւ որքան ռուս զինվորը սրբագրի քաղաքական գործիչների եւ դիվանագետների սխալները այնքան էլ ավելի մոտ կլինի ռուսական պատկերացումների շրջանակներում պատերազմական գործողությունների ավարտը։ Եվ ամփոփելով մեր զրույցը, ինչ ես կարծում 2026 թվականին հնարավոր է աշխարհի այս կամ այն կետում արդեն սառած հակամարտությունները կրկին վերականգնվեն եւ կրկին ռազմական գործողություններ սկսվեն։ Մենք տեսնում ենք, որ այն հայտնի պատերազմների շարքը, որոնք Դոնալդ Թրամփը կարողացել է կասեցնել, Թայլանդը եւ Կամբոջան ըստ երևույթին, չգիտեմ, միգուցե իրանք միասնական WhatsApp-ի chat չունեն, որպեսզի կարողանան Դոնալդ Թրամփին գրեն եւ խուսափեն բախումներից, սա իհարկե կեսկատակ կեսլուր, բայց մենք տեսնում ենք, որ կան այնտեղ խնդիրներ, մենք տեսնում ենք, որ Խամասը այնպես չէ, որ պատրաստվում է զինաթափվել, այնպես չէ, որ Իսրայելը 100%-ով հավանություն է տալիս այն իրավիճակին, որը կա Համասի հետ հարաբերություններում, բազմաթիվ են հրապարակումները առայն, որ իրենք կողմնակից են շարունակել պատերազմական գործողությունները Իրանի դեմ, եւ ամենակարևորը մեզ վերաբերվողը, եթե մենք գանք մի իրավիճակի, որ Հայաստանը իսկապես դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, դուրս գա ՀԱՊԿ-ից, այդ անվտանգային հովանոցը լիակատար կերպով ոչնչանա, տրամաբանական հարց է առաջանում, ինչը Ադրբեջանին ավելի էժան կլինի, գրավել Հայաստանի Հանրապետությունը, թե կառուցել նոր երկաթգիծ Սյունիքի տարածքով։ Սա ոչ թե մարդկանց վախացնում ենք կամ պանիկա ենք ստեղծում, մենք ուղղակի առաջարկում ենք իրողություններին նայել սթափ հայացքով, որտեղ միայն դա է, որ Հայաստանին կարող է դուրս բերել այս իրավիճակից։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հիշեցնեմ, ես զրուցում էի քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանի հետ։